Այս մեծ տարածքա, որ ասում եմ տարածք չկա բարելը։ Նախ շնորհակալ ենք, որ եկել եք, ժողովուրդ ջան, ներկայացել եք։ Նախ շնորհակալ եմ, որ ներկայացել եք, ժողովուրդ ջան, եկել եք այս օրով, այս բազմած բաղդարում ժամանակ եք գտել ու համեցել եք մի քիչ աչքաթող եղված բնակավայր, հա, հանքավան, որ ավելի շատ լսել ենք, քան եղել ենք։ Լսել ենք հանքավան։ Ես ինչ փոքր էի հիշում էի այդ արտահայտությունը, բայց մի քիչ անարդարացիորեն աշկաթող ա եղել։ Ինքը շատ գեղեցիկ է, բնությունով հարուստ, ծառերով հարուստ եւ մշակույթով հարուստ։ Եթե չգիտեք, ասեմ, ովքեր որ գիտեն ավելի լավ, սա եղել է հունական բնակավայր, հանքավանը, հա, այսինքն հույներ են ապրել այստեղ հիմնականում, ու ինչպես գիտեք նաև Հայաստանում կան տարբեր ազգային փոքրամասնություններ, հետևում նաև հույներ, եւ հույներն էլ ունեն իրենց համայնքը այստեղ, ապրում են, արարում են, գործում են, պարում են, երգում են, մի խոսքով զարգանում են, ոնց որ հայերս մենք ունենք աշխարհի տարբեր երկրում մեր սփյուռքը ու մեր գաղթօջախները ու մեր համայնքները ու փորձում ենք պահել մեր մշակույթը։ Կներեք։ Բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ ամենագեղեցիկն է նա, որ տարբեր ազգեր կարողանում են բարեկամություն անել, հա, անկախ լեզվից, անկախ ռասայական պատկանելությունից, անկախ մնացած տարբեր տարբերություններից, հա, մանր միջին թե մեծ։ Ու հենց այս բարեկամությունն էլ մեզ հավաքել է այստեղ, ու այդ բարեկամության շրջանակներում էլ որոշեցինք մի հատ գեղեցիկ միջոցառում անենք, որովհետև գիտեք, որ թե մենք, թե հույները հին ժողովուրդ ենք, շատ ենք ապրել կողք կողքի, մշակութային մեծ փոխառություններ են տեղի ունեցել, թե պարերի, թե երգերի շրջանակներում, ու երբ որ ուսումնասիրում